Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Փաշինյանը գնահատել է մոսկովյան այցն ու արել աղմկահարույց հայտարարություններ։ Քառօրյա պատերազմի տարելիցն է, քաղաքական ռազմական գործիչներն ու զոհվածների հարազատները եռաբլուրում են։ Շահրամանյանը պատասխանել է Փաշինյանին, ինչ է հայտարարել Արցախի 5-րդ նախագահը։ Իրան-Իսրայել ԱՄՆ հակամարտությունն ընթանում է նույն ինտենսիվությամբ, Իրանի նախագահը բաց նամակով դիմել է ամերիկացիներին։ Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը սովորույթի համաձայն 1 ժամ զրուցել է լրագրողների հետ։ Նախ անդրադարձել է մոսկովյան այցին, այն գնահատելով հաջողված։ Վարչապետի խոսքով Մոսկվայում մի շարք ոլորտներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մշակութային գործակցությունից ռազմատեխնիկական ոլորտ։ Նիկոլ Փաշինյանը նաև մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունը, որի համաձայն Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել առաջիկա ընտրությանը։ Ռուսաստանի նախագահը առավել ևս հաշվի առնելով երկրի մասշտաբները եւ այն օրակարգը, որի հետ ամեն օր առնչվում է Ռուսաստանի նախագահը, ինքը ուզենայել չի կարող այդ մանրամասների մեջ մտնել։ Եվ բնականաբար, գիտեք, շատ դեպքերում ես էլ տեղեկություններ, որ փոխանցում եմ, ոչ թե իմ անձնական հետազոտության արդյունքում ձեռք բերած տեղեկությունն են փոխանցում, այլ ինձ զեկուցված տեղեկություն։ Եվ կարծում եմ, որ այդ նյուանսի մասին առնվազն իրեն տեղյակ չէին պահել այդքան բան։ Այսինքն այստեղ Ռուսաստանի Դաշնության, դուք պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի օրակարգը, որևէ նախագահի օրակարգ, բայց Ռուսաստանի մասշտաբները մի հատ տեսեք։ Էլ չեմ ասում, ով պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային առանցքային դերակատարներից մեկն է։ Այսինքն ինքը պիտի այդքան մանրամասներ ուսումնասիրեր Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները, իհարկե ոչ։ Իրեն պետք է կամ եթե տեղեկացնում էին, ամբողջական տեղեկացնեին։ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերին դեռ կանդրադառնամ, նախ խոսենք Մոսկվա կատարած այցի մասին։ Ինչպես գիտեք, երեկ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում եւ քննարկել երկու երկրների հարաբերությունները։ Սակայն հանդիպման շքեղ սրահների դռներից այն կողմ տեղի են ունեցել միջադեպեր, որոնք Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության համար տհաճ էին։ Հանդիպման մանրամասներն ու կուլիսներում տեղի ունեցածը ռեպորտաժում։ Նկարվելու խնդրանք վարչապետ Փաշինյանին, բայց այլ ուղերձով։ Որպես ես երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել։ Այնուհետև հնչեց ածական։ Դավաճան, Արցախը հանձնեցիր դու։ Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Փաշինյանին մեկ այլ անակնկալել էր սպասվում, մինչև Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Միջադեպերից ժամեր անց մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Օրակարգում մի շարք հարցեր էին ներառված. Արցախյան շարժում, նախընտրական փուլ, քաղբանտարկյալներ, ԵՄ, ԵԱՏՄ ընտրություն եւ այլն։ Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ հաստատվել է խաղաղություն եւ Հայաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը անիրատեսական է համարում Փաշինյանի հայտարարությունը։ Արցախյան շարժումը մեկ մարդ չի սկսել, որ մեկ մարդ էլ ավարտին հասցնի։ Աստված մի արած չէ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ճանաչի Արցախ Ադրբեջանի կազմում, դա չի նշանակում, որ Արցախի հայության իր ինքնորոշման իրացված իրավունքի հարցը մեջտեղից դուրս է գալիս, ոչ, այդպիսի բան չկա, այո, դա ցավալի է, դա ողբերգական է, դա ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարը կարող է նման դատողություն արտաբերել, բայց դրանով չի նշանակում, որ վերջ, փակվեց Արցախի հարցը, ավարտված է, այլևս խաղաղություն հաստատվեց, ոչ։
Փաշինյանը հանդիպմանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Պուտինին ասել ոչ միայն Թրամփի, այլև նրա ներդրումն է մեծ։ Արձագանքելով Պուտինն ասել է. ԱՄՆ նախագահն ակտիվորեն ներգրաված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Կարևոր է պահպանել հարաբերությունները, մանավանդ որ ենթակառուցվածքների ապաշրջապակումը նկատելի է արդեն։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում հաստատված խաղաղությունը հաստատուն չէ, քանի դեռ Ադրբեջանում են պահվում հայ գերիները, հիշեցնում է քաղաքագետը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չի հաստատվել նախ առաջինը, որպես այդպեսին գոյություն չունի ստորագրված վերջնական փաստաթուղթ, եւ եթե նույնիսկ թվացial խաղաղություն է, դա խաղաղություն չէ, դա իրականության մեջ այսպես առերևույթ խաղաղություն է, որովհետեւ երբ որ երկրների միջև հաստատվում է խաղաղություն, դա չի կարող համարվել խաղաղություն, քանի որ մեր գերիները գտնվում են Ադրբեջանում, եւ եթե խաղաղություն է հաստատված, ապա մեր գերիները ինչու են գտնվում Ադրբեջանում, եւ բացի դրանից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 200 ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Վերադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ՌԴ նախագահը խոսել է անազատության մեջ գտնվող գործիչների եւ առաջիկա ընտրության մասին, նշել ռուսական կողմը կցանկանար, որ այդ մարդիկ կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Գիտենք, որ Հայաստանում առաջիկայում ընտրություններ են։ Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, գիտեմ, գտնվում են անազատության մեջ։ Իհարկե դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Ի պատասխան վարչապետ Փաշինյանը ասաց, Հայաստանում ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող քաղաքացիները։ Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն այցի իրական նպատակներից մեկը նախընտրական տրամադրությունները հասկանալն էր։ Նա գնացել է Մոսկվա, ճշգրտելու Մոսկվայի մասնավորապես Պուտինի վերաբերմունքը իր նկատմամբ եւ առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դա ցույց է տալիս, որ Փաշինյանի այն մետախոսական, պորոտախոսական այն հայտարարությունները, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա ավելի քան երբևէ ինքնիշխան է, ավելի քան երբևէ անկախ է, ազատագրված է գաղութացման լծից եւ այլն, չեն համապատասխանում բացարձակ իրականությանը։ Պուտին-Փաշինյան հանդիպմանն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությանը։ Փաշինյանը նշել է, որ այս պահին Հայաստանը կանգնած չէ ԵՄԵԱՏՄ ընտրության առաջ։ Գործընթացներն այդ փուլին չեն հասել։ Փաշինյանի ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելիս Պուտինը ընդհատեց. Միասին դեռ պետք է ընտրենք այսօր։ Այո, շնորհակալություն հյուրասիրության համար։ Սեդամ Ակարյան, Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Փաշինյան-Պուտին հանդիպմանը անդրադարձել է նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Օսկանյանի խոսքով Պուտինի հրապարակային խոսքը խնամքով հաշվարկված ուղերձ էր։ Նրա գնահատմամբ խոսելով Հայաստանի տնտեսության, անվտանգության խնդիրների, նաև Լեռնային Ղարաբաղի մասին, Ռուսաստանի նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի ակնկալիքներին Եվրամիության վերաբերյալ։ Մի պահ նույնիսկ ակնկալում էի, որ Պուտինը կհարցնի Փաշինյանին, ինչ է նա կրում իր բաճկոնի կրծքի հատվածում։ Իբր դա Հայաստանի քարտեզն է։ Փաշինյանը կրում է այդ քարտեզը ընդգծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Բայց ով է քարտեզ կրում իր կրծքին։ Արդյոք որևէ մեկը տեսել է, որ այլ երկրի ղեկավար նման բան անի։ Դրոշը այո, բայց քարտեզ։ Պատկերացրեք հակառակը։ Պուտինը միջազգային հանդիպումների ժամանակ կրի Ռուսաստանի քարտեզը, որը ներառում է Դոնբասը։ Իմ կարծիքով այն, ինչ Փաշինյանը փորձում է փոխանցել այս խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցությունը։ Այդ քարտեզը հենց Փաշինյանի կրծքի վրա դառնում է մշտական հիշեցում հայ ժողովրդի համար, որ Լեռնային Ղարաբաղը կորցվել է անհարկի հենց նրա կառավարման ժամանակ նրա կոպիտ սխալների պատճառով։ Ավելին, երբ երկրի ղեկավարը իր երկրի իր պատկերացրած քարտեզը կրծքին ման է գալիս, դա մատնում է այն ներքին անվստահությունը, որ այդ տարածքը նույնպես ոչ հաստատուն ու անպաշտպան մի բան է, որ նույնպես կարող է կորսվել ու պետք է կրծքին կպցնել, ինքդ քեզ ու դիմացինին համոզելու, որ գոնե դա կարող ես պահել, որովհետև արդարացիորեն վախենում ես, որ դրա պահելու ձևն էլ չգիտես։
Մոսկովյան հանդիպումից ժամեր անց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապի նախագիծն արդեն իրականացվում է անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից։ Օվերչուկը նշել է, որ Անկարայի եւ Բաքվի համար այս կապը մեծ կարեւորություն ունի եւ դրա գաղափարը ձևավորվել է դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի ապաշրջափակման թեման չէր քննարկվում։ Ադրբեջանը Նախիջևանի արևմտյան ծայրում Թուրքիայի հետ շատ կարճ սահման ունի։ Թեև դրա երկարությունը մոտ 17 կիլոմետր է, բայց բավարար է երկաթուղու կառուցման եւ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ուղիղ կապ ապահովելու համար։ Դրա համար անհրաժեշտ է այս սահմանից մինչև թուրքական Կարս քաղաք 224 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղի կառուցել։ Իդեպ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունների մեջ։ Այժմ Փաշինյանի ճեպազրույցից։ Նիկոլ եւ պետք է հասկանանք Արելիցի օրը դարձյալ խոսել է Արցախ բառի եւ իր ձևակերպմամբ Արցախից փախչելու մասին։ Ըստ վարչապետի, պատերազմի ժամանակ եղել են գեներալներ, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները եւ դարձել են գեներալ կոռուպցիայի արդյունքում։ Նա նաեւ քննադատել է որոշ զինվորականների։ Մենք պետություն ենք եւ պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք։ Որևէ արժեք, այդ արժեքը կարող է լինել պոզիտիվ, այդ արժեքը կարող է լինել նեգատիվ եւ ամեն ինչ ունի իր պատճառը հետևանքային կապերը եւ սա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարեւոր մի գործընթաց է։ Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո, նրանցից շատերը դատվում են։ Մյուս մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով եւ մենք ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ եւ գեներալի ուսադիրը ոչ մեկին ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք, որովհետեւ այնքան օգտագործել ենք այդ բառը, որ ըստ էության ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Հիշեցնեմ, որ 2016 թվականի այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Հայկական կողմն ունեցավ 70-ից ավելի զոհ, 100-ից ավելի վիրավոր։ Զոհեր եղան նաև քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում անչափահասներ։ Հենց ապրիլի 2-ի առավոտյան դպրոց գնալու ճանապարհին հրթիռակոծության տակ ընկան 12-ամյա Վաղինա Գրիգորյանն ու եղբայրը Գևորգ Գրիգորյանը։ Բեկորային բազմաթիվ վնասվածքների հետևանքով 12-ամյա Վաղինակը մահացավ։ Ադրբեջանական կողմն ունեցել է մինչև 300 զոհ, այդ թվում հատուկ նշանակության ուժերի զինվորականներ։ Զոհերի պաշտոնական թիվ, սակայն Բաքուն առ այսօր չի հրապարակել։ Պատերազմի տարելիցի առթիվ ռազմաքաղաքական գործիչներն ու զոհվածների հարազատներն այսօր այցելում են Եռաբլուր։ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը անդրադարձել է Փաշինյանի խոսույթին։ Շահրամանյանը կոչ է արել զոհված նվիրյալների հարազատներին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Արցախի գոյամարտին, չտրվել սադրանքներին։ Ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։
Եռաբլուրում էր նաև Արցախից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը, որի երկու որդիներն էլ զոհվել են, մեկը քառօրյա պատերազմում, մյուսը 44 օրյայի։ Երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ ես զրկվեցի, ցավը իհարկե խորն է, ինչ որտեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որտեղ թորներ ունեմ հանուն նրանց։ Հավատացեք, ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում։ Ընդհակառակը ում հանդիպում եմ, այնուժապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ, չմտածելով, որ ես էլ իրենց նման միսու արյուն եմ։ Կսկիցը իմ մեջ եմ պահում։ Իսկ այսօրվա կառավարության նիստի ժամանակ որևէ հիշատակում չի եղել քառօրյա պատերազմի տարելիցին։ Կառավարության նիստի Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Զայեդ մրցանակը, որը արժե $500,000, ավանդ կդնի ապահովելով Հայաստանի կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստում։ Զուգահեռ ազգային ժողովում ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը անցկացրել է լսումներ քննարկելու պետության եւ եկեղեցու ներկայիս հարաբերությունները։ Ներկա էին փաստաբաններ եւ հասարակական գործիչներ։ Նիստին փաստաբան Արա Զորաբյանը նշել է, որ եկեղեցու դեմ ընթացող գործընթացը քաղաքական նպատակ չունի, այն մաս է կազմում արտաքին թուրք-ադրբեջանական օրակարգից եւ կարող է սերմանել հասարակության մեջ բաժանում եւ անհանդուրժողական Եկեղեցին հայի ինքնության պահպանման կարևոր պահապանն է եւ Սփյուռքի ու Հայաստանի կապող օղակը։ Սփյուռքում որտեղ կա եկեղեցի, որ բնակավայրում եկեղեցի կա, այդ համայնքը ավելի կազմակերպված է եւ բացի իր կենցաղային խնդիրներից զբաղվում է նաեւ ազգային հարցերով։ Իսկ դա բնականաբար նյարդայնացնում է նաեւ թուրք-ադրբեջանական այս ուժերին։ Եվ եթե տեսնենք, որ հիմա Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն ինչ ազգային է փորձում է ոչնչացնել, բնականաբար մենք արդեն պարզ տեսնում ենք, թե որտեղից է թելադրվում այս ամենը։ Այնպես որ այս նախաձեռնությունը քաղաքական, այսպես ասեմ, նպատակով չէ։ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպի պատճառով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը առողջական խնդիրներ ունի։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում ասել, արդյոք նրա առողջությունը համատեղելի է կալանքի հետ։ Միջադեպը միանշանակ պետք է դառնա քննության առարկա, ընդ որում կապ չունի թե ում գործողությունների մասին է խոսքը, բնականաբար յուրաքանչյուրի գործողությունը պետք է դառնա քննության առարկա, եթե անվտանգության աշխատակցի կողմից կիրառված ուժի համաչափության հետ կապված խնդիրներ կան, դա եւս պետք է դառնա քննության առարկա։ Հետևաբար միջադեպի առումով ես բնականաբար գնահատական տվող չեմ, որովհետեւ ես չեմ քննություն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ եւ եթե կան մտահոգություններ միջադեպի ժամանակահատվածում ուժի կիրառման համաչափության հետ կապված, դա պետք է դառնա քննության առարկա, ինչպես միջադեպի մնացյալ բոլոր հնարավոր հանգամանքները։ Այսօր Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի պատերազմի, բանակցությունների եւ հրադադարի արատավոր շրջանը։ Շարունակվող հակամարտությունն աղետալի է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար եւ դրանից դուրս։ Մենք բազմիցս ասել ենք, որ վճռական ենք շարունակել մեր բարիդրացիական հարաբերությունները նրանց բոլորի հետ։ Իրանը կշարունակի հակահարված տալ այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները, եւ մենք մեր Պարսից ծոցի հարևաններին թշնամի չենք համարում։ Իրանի նախագահն էլ բաց նամակով դիմել է ամերիկացիներին, վստահեցնելով, որ իր ժողովուրդը թշնամանք չի տածում այլ ազգերի, այդ թվում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների նկատմամբ։ Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ է մտել որպես Իսրայելի այսպես կոչված խամաճիկ, որը փորձում է շեղել ուշադրությունը Պաղեստինի հարցից։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով Իրանի պատերազմը ցանկացած ելքի դեպքում կփոխի ոչ միայն Պարսից ծոցի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի պատկերը, ազդելով նաև հարակից եւ ավելի հեռու տարածաշրջանների վրա։ Փորձագետը խոսել է նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ելույթի մասին։
Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի արաբական միապետություններում, եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել արաբական փողոցի չափազանց վտանգավոր հուզումներ։ Միևնույն ժամանակ Ալ Ջազիրայի արաբական ծառայության հետ հարցազրույցում Իրանի արտգործնախարար Արաղչին խոսում է հետպատերազմական Պարսից ծոցի տարածաշրջանի ճակատագրի մասին, նշելով, որ ամերիկյան ռազմակայանները ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են արաբական երկրների անվտանգությունը։ Ուստի կարիք է լինելու նոր Իրано-արաբական երկրներ տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու։ Մերձավոր Արևելքում լարվածությունը իր ազդեցությունն է թողնում ոչ միայն պետությունների, այլ նաև այնտեղ ապրող մարդկանց վրա։ Տարածաշրջանում ձևավորված հայկական համայնքները, որոնք տասնամյակներ շարունակ եղել են այդ երկրների հասարակական կյանքի կարևոր մաս, այսօր կրկին կանգնած են նոր փորձությունների առջև։ Թեման ուսումնասիրել է Գառնի Մութաֆյանը։ Իշխանության տապալում, ներքին բախումներ, պատերազմ, որի կրակը վառվում է ամբողջ Մերձավոր Արևելքում։ Մերձավոր Արևելյան կաթսան եռում է, նոր ռիսկեր ստեղծելով տարածաշրջանում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար։ Հայ համայնքները, որոնք տասնամյակներ շարունակ ձևավորվել են իրենց ուրույն դերն ունենալով այդ երկրների հասարակական ու մշակութային կյանքում, այսօր կրկին կանգնած են անորոշության առջև։ Իրանում նոր թափ հավաքած պատերազմը նոր վտանգներ է ստեղծել հայերի համար։ Տարածաշրջանում ռազմական գործողությունների ակտիվացումն ուղիղ ազդեցություն է ունենում նաեւ քաղաքացիական բնակչության վրա, ներառյալ հայկական համայնքները։ Լիբանանահայ համայնքը ամենակարևոր համայնքներից մեկն է, նաև մասնակցում ունի Լիբանանի կառավարման գործընթացին, այնտեղ է գտնվում նաև մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը, այսինքն էական խնդիրներ կան Լիբանանում։ Թեպետ Իրանի ու Լիբանանի հետ համեմատած Իսրայելում հայ համայնքի թիվն էականորեն քիչ է, բայց այսօր Թել Ավիվը դարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կարևոր դերակատարներից մեկը։ Երուսաղեմը, որը 3 կրոնների ապրան է, 3 կրոնների ուրեմն համար մեծագույն նշանակություն ունեցող սրբավայր է, այդտեղ պատմական ներկայություն ունի նաև հայ համայնքը, մեր կարևորագույն հայ առաքելական եկեղեցու կարևորագույն ուրեմն կենտրոններից մեկը, Երուսաղեմի հայկական պատրիարքությունը բավականաչափ մեծ նշանակություն, կարևորություն ունի ոչ միայն ուրեմն հայկական ցանցակցից։ Տարբեր է պատկերը Սիրիայում։ Երկրի ժամանակավոր կառավարությունը պաշտոնավարման առաջին օրից հայտարարել է, որ վերահսկում են վիճակը եւ ապահովում փոքրամասնությունների անվտանգությունը։ Սակայն ամբողջական կայունության մասին խոսելը վաղ է։ Փորձագետների գնահատմամբ երկրում շարունակում են գործել առանձին զինված խմբավորումներ, որոնք չեն ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ Ինչքան էլ ուրեմն ներկա իշխանությունները գամենում են, որ լինի ներսում ստաբիլ իրավիճակ, այսինքն բախումներ չլինեն, բայց մենք տեսնում ենք փոքր խմբավորումների դերևս իրենց ուրեմն կարողությունները, ուրեմն ինքնուրույն գործողություններ իրականացնելու, մենք դա տեսանք ուրեմն ալևիների հանդեպ, ուրեմն խաղաղ բնակչության հանդեպ, ուրեմն ցեղասպանությունը։ Նրանից հետո ուրեմն տեսանք նաև հարավում դեղի ունեցած ուրեմն դուրզիների դեմ որոշ խմբավորումների հրահրումը, որ մյուս կողմից դուրզիների ուրեմն այս երկու թևերի հայտնությունը ի հայտ եկավ քաղաքական դաշտում։ Փորձագետների կարծիքով կարևոր է տարբերել պետական քաղաքականությունը եւ առանձին գործող խմբավորումների գործունեությունը։ Եթե որոշ երկրներում վտանգը պայմանավորված է լայնածավալ հակամարտություններով, ապա մյուսներում ներքին անկայունությամբ եւ վերահսկողությունից դուրս ուժերով, որոնց համար խնդիրը ազգությունը չէ։ Եթե մենք անդրադառնում ենք այդ փոքր խմբավորումների իսլամիստական ուրեմն տեսանկյունից իրենց վարած քաղաքական իսլամի, լինի դա ուրեմն այսպես ջիհադիստական, թե ոչ ջիհադիստական, բայց ուղղակի պահպանողական, ավելի սալաֆիական կողմնորոշում, նրանք ռասա չեն ճանաչում։ Այստեղ ես չեմ կարծում, որ կա զուտ ուրեմն ռասայական խտրականության խնդիր, այդ փոքր խմբավորումները
որոնք անչափ են գործում կարծես, ուրեմն ինչպես որ բացատրեցի, նրանց մոտ կա մեկ քաղաքական իսլամի տեսանկյունից նայելու ուրեմն քաղաքականությանը եւ կարծում եմ այստեղ զուտ խտրականություն չի լինի հայեր թե ոչ հայեր։ Հալեպում հայուհու սպանության դեպքը նոր մտահոգություններ է առաջացրել։ Սիրիահայ Մարալ Խշվաջյանի բնակարանը թալանել էին եւ սպանել։ Ենթադրյալ հանցագործը եղել է հանգուցյալի ամուսնու աշխատակիցներից մեկը, որը երկար տարիներ աշխատել է նրանց մոտ։ Ավելին, մեղադրյալը եղել է Խշվաջյանների ընտանիքի մտերիմը, իսկ հանգուցյալի ամուսինը տարբեր առիթներով մեծ աջակցություն է ցուցաբերել նրան։ Այս ամենի ֆոնին մեկ բան է հստակ. Մերձավոր Արևելքում ապրող հայերն ու մյուս քրիստոնյա համայնքները կրկին հայտնվել են անորոշության եւ ռիսկերի խաչմերուկում։ Տարբեր երկրներում տարբեր են վտանգների աղբյուրները՝ միտեղ լայնածավալ պատերազմ, մյուսում ներքին անկայունություն, բայց արդյունքը նույնն է՝ անվտանգությունը փխրուն է, ապագան ոչ լիովին կանխատեսելի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հայտարարություններ է արել Ուկրաինայի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ։ Իսկ Սպիտակ տանը Զատիկի տոնին նվիրված ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից օգնություն խնդրելու մասին։ Պարզվում է, Թրամփը Ֆրանսիայի նախագահից խնդրել է անհապաղ նավեր ուղարկել, սակայն Մակրոնը մերժել է, նշելով, կարող է օգնություն տրամադրել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հաղթի պատերազմը։ Սա պատմելուց հետո Թրամփը հիշել է նաև, որ ամիսներ առաջ Մակրոնի կինը վատ է վերաբերվել Մակրոնին և նշել, որ հավանաբար Մակրոնը դեռ վերականգնվում է ծնոտին հասցված հարվածից։ The plane door opens during a state visit to Vietnam and you see Brigitte Macron's red sleeve come into frame, her hands forcefully smushing his face. He seems Եվ վերջում մի հետաքրքիր դեպք է եղել Լոռու մարզում։ Կովկասյան ազնվացեղ եղջերուն հյուրընկալվել է Լոռու Դեպետ գյուղի մանկապարտեզում։ Երեխաները մեծ ոգևորությամբ են նրան ողջունել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, հետևեք մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։